47,000 Ոչ բավականացնի Ազիզան Մենք գյուղում ենք ապրում, կոմունալներն ենք մուծում, մեր ուտելիքն ենք առնում, մեր դեղերն ենք առնում, դա բավական չի։ Քիչ է, ժողովուրդը 40,000, 36,000, թոշակերն էլ գցում են բաները, գցում են քարտերի վրա, քարտից պիտի չանես, որ առևտուր անես, բայց ծնունդին ինչ տանի, կնունքին ինչ տանի, թաղմանն ինչ տանի։ Պետքա տնտեսական աճ ունենա, որ թոշակ բարձրանա, որ չկա ոնց կարա բարձրանա։ Ասում են եկավ ու մի ամիս հետո թոշակ բարձրացրեց, 2-3 ամիս հետո։ Կարապետյանը վարչապետ։ Դեռ փետրվարին ասեց ոչ հոկտեմբերին թոշակները կավելանան։ Երևակայի մոտ մի 5,000-ի չափով։ Նիկոլը եկավ իշխանության գլուխ հոկտեմբերին թոշակներն ասեն թոշակը Նիկոլն ավրացած, այդ թոշակ արդեն կար էլի։ 58,000 թոշակ սա։ Ու ասեմ հերքում է սուտ կասեմ։ Գումարային գցել են քարտի վրա, ասում եմ մի հան, որ ավելանա, առևտուրար, կոնֆետա թորնիկի, երեխեքին հացար, բանար, որ ավելանա։ Ընդհանուր չեն ավելացնում, որ են կոնկրետ ասեն, այսքան ավելացնում են։ Այդ մեր հաշվին է գնում, առևտրի հաշվին է գնում։ 10,000, էտեց են ասում, երևի գալոտ տարվանից, այդ 10,000-ն էլ նայած ինչքան առևտուր անում։ Կարող քիչ անի 10 չլինի, 5 լինի, 3 լինի, խապում են, դիպ խապում են։ Ինչքան գնմագները ավելանում է, մեր թոշակները չի ավելանում դեռևս, հիվանդ եմ, կարգ ունեմ, ոնց կարամ, համ դեղերից առնեմ, համ ուտելիք առնեմ, ընտանիք սպահեմ, կարամ, չեմ կարա, դրա համար դժվար է։ Ուրիշ բան չեմ ասում, Աստված մեր ասել։ Մի անգամ ընկնի հիվանդանոց դուրս գա, փողը պրծավ։ Բժիշկ ընդամենը դեղորայք է, նշանակի ճամփի, ուրիշ բան չէ։ Այդ թոշակը պրծավ այդ մարդու։ Գանաժն էլ գալիս է ով ինչպես ուզում է։ Ապրանքը բերել է, չի փչանում, առնողն էլ կա։ Կթվարկեք մի քանի ապրանքատեսակ, որոնք վերջին շրջանում թանկացել են։ Չեմ կարող ասել։ Այդ հարցս է առևտուրանում, ինքը կիմանա։ Ամեն ինչն էլ թանկացել է։ Այդ մի բանում ամեն ինչ չի թանկացել, բոլորն էլ հերթականությունով, բոլորն էլ թանկացել է։ Այս էլեմենտը նոր ես գնել եմ 120 դրամ, իսկ այս էլեմենտը 50 դրամ էր։ Ընդամենը այս տարվա շրջանում դարձավ 120 դրամ։ Ի՞նչն է թանկացել։ Ծխախոտը։ Հիմա կասեք թույնա մի ծխի։ Ես ծխող եմ։ Ինչ է թանկացել։ Եթե դու դեմ ես ծխախոտի թանկանալուն, կողմ ես ծխախոտի թանկանալուն, ես կողմ եմ հաց թանկանալուն։ Ես շաբաթական 300 գրամ հաց եմ ուտում։ Ինչքան թանկանա թանկանա։ Լավ կլինի։ Իհարկե ոչ։ Էլ ի՞նչն է թանկացել։ Երևի կատնամթերքն է թանկացել։ Ասում է Ռաֆիկ ջան, իմ անունը Ռաֆիկ է։ Գնա խանութից առ, չեքդ անպայման վերցրի։ Դու այս չեքը վերցրի։ Միշտ ես այս չեքը վերցնում եմ, որովհետև այն խանութի տերը թո պետությանը փող մուծի, որ մեր թոշակները, մեր աշխատանքատեղերը, մեր ժողովուրդը լավ ապրեն։ Բայց ես